ցավոտ է, բայց ամեն քար իր ճակատագիրն ունի։ Ես այստեղ մենակ չեմ, հարևաններ ինչքան ուզես, և ինչպես ասում են, որքան քար այնքան ճակատագիր։ Նույն ազգության ռասային ենք պատկանում, տարբեր ենք միայն ամրությամբ ու գույնով։ Ծննդյան վայրը բոլորիս անձնագրում նույնն է, վարպետ Ռուբենն էլ վաղուց մեր ընկերն է դարձել։ Նրա բակում շարված յուրաքանչյուրը սպասում ենք մեր հերթին, հետո անցնում նրա մուրճի ու հատիճի տակով, խաչքար դառնում, տան ետնամուտքով բակ մտնում ու շարվում կողքի։ Բոլոր մասնագետները, այսինքն արվեստագետները ունեն իրենց ձեռքը, իրենց խոսքը, ժամանակ։ Ամեն մեկը իր խոսքը ունի ասելու, երբ որ գործ է անում, աշխատում է։ Ասենք քարի հիմա ես որ աշխատում եմ, ունեմ իմ մտածելակերպը, մտածում եմ տարբեր թեմաներով, մտածում եմ այ վաղը ինչ պետք է անեմ, եթե ես այս դետալը վերջացրեցի, վաղը որը պետք է գծեմ։ Հայկական խաչքարի համար կարծես թե նա ծնված լինի, որտեղ երբ որ Թեթուզև Արդասամանյան մի երկրում, եթե շուֆից մի կտոր քար, մի փոքր անկյուն կվազդնի ու դնես, դու արդեն հայ է։ Խաչքարը դա մարդու ստվերն է, որը կանգնած է հողին, այսինքն նա սնունդ է ստանում հողից և բարձրանում վերև։ Գոյություն ունի գագաթ, որը խորհրդանշում է գլուխը, մարմինը, որտեղ խաչի առկայությունն է, և ներքևը վարդնյակը, որը կենարար ուժ է ստանում արևից և ծնվում հողից բարձրանում վերև։ Այստեղ կա, ասենք, լտարը լուսոկանթեղ, արևի լույսը վերևից, իր լույսն է հտարը Հիսուսի հետ կապված, լուխնը քանդակը Հիսուս։ Երբ որ մեր ժողովուրդը պատրաստվում է տոնելու 1750-ին տոներության 1700-ականներ, շատ արվեստագետներ կապում են ունենալ միջոց, խորհրդանշի 1700-ականներ, մի քաղացավ ինչու չէ խաչքարերի մեջ նորամուծություն անել, տեսել խաչքարեր, որ ժամանակի ոգին ունենա, ժամանակի շունչը նրա մեջ լինի։ Ես ստեղծեցի խաչքարեր տառերի տեսքով, մեր որպես դպրոցում ընդդեմ փոքր հասակից մեզ սերմանում էին, որ մեր տառերը սուրբ մասունքներ են, այսինքն մեզ սուրբ Մաշտոցը լինելով հոգևորական, մեր տառերը վերցրել է սուրբ մասունքներից։ Եվ ես չեմ ափսոսում, որ արդեն եթե ինչ տարիք ունեմ, եթե այս աշխարհից ուզենամ գնամել, չուզենամ գնամել, ամեն դեպքում մի շարունակությունը կա, ես չեմ ափսոսում, որ ինչ ձև եմ ապրել, քար եմ տաշում և կտաշեմ մինչև վերջ։ Այս տանը ես միշտ էլ սպասված հյուր եմ, թե մեծ փոքրի հետ գիտեմ լեզու գտնել։ Միայն չզարմանաք, եթե իմ հարևանությամբ թեթևամիտ ու օղու շշին սիրահար բարեկամիս հանդիպեք, որովհետև հայր ու որդի երկուսն էլ արվեստագետ մեզ հետ ընկերանալու իրենց մեթոդն են գտել։ Դե մենք էլ լուր հնազանդվում ենք։ Առաջին ծաղրաքանդակը հորս ծաղրաքանդակն էր, դա խիստ անձնական էր, այդ ժամանակ նա իմ վրա սկսեց խոսում էր, բան ես չէի սիրում սկզբից աշխատել այդ բանով իրականությամբ, իսկ որ հետո զորեց սկսեցի աշխատել, բան ես ասացի այնպես բան պետք անեմ, որ դու բոլորի մոտ առաջ ես մտնել մեր բակում ու դու տեսնես քո ծաղրաքանդակը։ Իմ հարբած ծաղրաքանդակը չեմ ստեղծել հարբեցողի կերպարում, տա Աստված երևի կստեղծեմ։ Ինձ նույնպես քարը հարազատ էր, քանի որ ծնվել եմ մուրճի աղմուկների տակ, չէի կարող նույնը չշարունակել քարի վրա, քանի որ նույն բանն է քարը, բայց ես ստեղծում եմ ավելի ծաղրաքանդակներ մարդկանց կերպարներով, իսկ հայրս նույնը քանդակում է
խաչքարերի տեսքով, տալով նրանց շունչ նույնպես։ Ես շատ եմ աշխատել սևակի վրա, որ նա դառնա իմ շարունակողը, այսինքն իմ արվեստի շարունակողը։ Ես քարը ինչ պատահի այնպես այդ քարի հետ աշխատում ենք։ Իսկ ինքը անպայման մտածում է, որ իր թելադրանքով լինեմ։ Անի որ այդ ուսումնարանում որտեղ որ սովորում էր, այդ բակի ձերևում էր հարբեցողների մի խումբ կար, այդ հավաքվում էին այդ պատումանի տակ, ու անընդհատ խմում էին։ Դրանց կերպարները վերցնելով ձևափոխում էին մեր տան ընտանիքի գլուխներն էին նրանց տեղը պատկերում, այդպես նմանությամբ տեղափոխում էին մեր, ասենք, ծանոթներին, որպեսզի ասենք մտնեն մեր տուն, իմանային, որ ասենք ով է այդ մարդը ճանաչեն, որպես ասենք անծանոթ կերպար չէ ստեղծում։ Վայ, այդ մասին մի խոսի, մենք դաժե եթե գաք տեսնենք, որ խռով ենք իրար հետ, ուրեմն դրա համար ենք խռով հետ։ Մեկ բացատրում եմ, տղա ջան, այսպես չի լինում, չգիտեմ, կարող է սխալ եմ։ Տարբեր ենք մենք, շատ տարբեր, բայց սովորել ենք այդ տարբերություններով լրացնել իրար։ Այսպես էլ ապրում ենք, միևնույն բակի տարբեր կողմերում, երբեմն հանդիպելով, երբեմն հեռանալով իրարից։ Եվ կյանքը շարունակվում է։ Խփի։